Բարև բոլորին, ձեր հետ է Մարիա Ավագյանը եւ այսօր ես 24 ժամ կրկին անցկացնելու եմ բազմոցի վրա։ Առաջին մասը ձեզ շատ դուր եկել, իհարկե ես դա նկարել եմ 1 տարի առաջ, բայց հիմա ասենք որոշեցի որ պետք է նկարենք։ Ասեմ որ այս բազմոցը արդեն փոխվել է 1 տարի ընթացքում եւ եկեք հիմա բացատրեմ կանոնները։ Ես իրավունք չունեմ իջնեմ այս բազմոցի հատվածից։ Եվ եթե հիմա ոտերս դնում այստեղ վերջ, էլ չի կարող դիպչել հատակ, ինչ-որ իր պետքների կամ ինչ-որ սնունդ, ուտելիք կամ օրինակ բարձ, որպեսզի կարողանամ քնեմ, այդ ամեն ինչը ես պետք է վերցնեմ չելենջի շնորհիվ, որը ինձ կտա իմ օգնականը։ Ես բազմոցի վրա լինելու եմ միայն, բայց կադրից դուրս լինելու է մարդ, ով ինձ տալու է չելենջներ, ես պարտավոր եմ չելենջներ անել, որպեսզի ստանամ չորիկ։ Օրինակ բարձ, որովհետև ես նույնիսկ ստեղ պետք է քնեմ այս վիշեր, բարդանելու։ Ինչև է, ամեն ինչից ինչ պետք լինի, ես պետք է անեմ չենես, նույնիսկ հեռախոս, որովհետև այստեղ ինձ գոտիմա ոչի պետք չկա։ Զրոբայ, դա հենց այս է վիդեոյի դժվարությունն է, մենք անցանք վիդեոյին։ Ես հիմա ոտերս դնում այստեղ, վերջ, ու էլ չեմ իջնում այստեղից։ Դե ինչ ես ասում մի քիչ մոտիկացնեմ տեսակը, որ ինձ ուզնեք, ու համել ես արդեն ուզում եմ ինչ-որ չելենջ անեմ, որտեղ ոչ իման չկա, անհետաքրքիր են անցնում։ Չելենջ։ Ստեղ այսպիսի գնդակ կա ուղղակի դեղին և ուղղակի դույլը։ Գցիր գնդակը դույլի մեջ, ունես 5 խոր։ Easy։ Դե ինչ մեզ կարող եք նկատել տեսախցիկ այնպես է դրված, որ դուք տեսնեք դույլը, ինձ մոտ կա այս գնդակը և ստեղ կա այո հեռախոս, բայց այս հեռախոսով ես միայն նկարելու եմ, ոնց եմ նետում այստեղ, ուրիշ ոչ հիմա եմ կարողացել այս հեռախոսով։ Այնքն է այս ամեն ինչս պատրաստել։ Ասեմ որ պետք է գամ այստեղ, որ ավելի հեռու լինի, իսկ դից էլ չեմ կարելի։ Ոնց տեսնեք ինձ տալու են գնդականները։ Արդեն արել եմ 2 անգամ, երկուսն էլ ուղղակի եղել է ծուր։ Երրորդն եմ էլ։ Արեցի։ Ուրա։ Դե իրականում սա հեշտ էր թվում ու համար էլ արեց։ Այդքան էլ մեծ հեռավորություն չէր, որովհետև այստեղ այդտեղ մեծ հեռավորություն չէր կարող լինել։ Եկեք իմանանք որն է մեր հաղթանակը, ինչ եմ շահել այս չելենջի դիմաց։ Դե ինչ, ամենասկզբից իհարկե ուզել եմ հեռախոս, որովհետև հեռախոսը այնպիսի է, որով դու քեզ կարաս զբաղեցնես շատ ժամանակ, նստեմ մի քիչ ինձ նայեմ, համ կցրվեմ, հետո տեսնենք ինչ է լինում, ինչ է գալի գլխներիս։ Առաջին չելենջը շատ ուրախ եմ, որ կարողացել եմ անել և ստացել եմ ամենակարևոր իրերից մեկը։ Հիմա կմտնեմ աշխարհի այս մոլորակի ամենալավ ալիք, կոչվում է Մարիա Ավագյան, կխնդրեմ, որ բաժանորդագրվեք, շատ լավ, իրոք։ Եվ դիտում ենք ինչ-որ տեսնալով մեկը մյուսից լավն է, չգիտեմ որ ընտրեմ։ Որոշեցի։ Գրեթե 1.5 ժամ է, ես ուղղակի նայում եմ հեռախոս, պատասխանել եմ բոլոր նամակներին, նայել եմ տարբեր տեսահոլովակներ, հիմա արդեն ինչ-որ սովածացար, եկեք էլի ուզենք ինչ-որ չելենջ, օգնականիցս և տեսնենք և կատարենք չելենջը, որպեսզի դա սնունդ առեղծվածային անի։ Ոնց հասկանում եք, այստեղ կան միայն վատ բաներ, նակազանյաներ և ես պտտելու եմ և այսքանից մեկը կատարեմ։ Ստացնում ենք առեղծվածային անիվը։ Ինձ ընկավ երկիր երկսպոյ պեսնյու։ Քանի որ այսօր հունիսի մեկն է, եկեք երգենք մեկը հունիսի, մեկը հունիսի։
Սա ուշահելելու քան 91-ին, բայց իմացեք որ շան նկարվում է 91-ին։ Մեկը հունիսին, հոլախին տողի է, դու ինձ հետ դե եկեք պարդոնենք եկեք միասին, մանուկների տոնն է, մեկը հունիսին թիքա։ Շորահաց։ Այսպիսի ըմպելիք, ով չգիտի ես գժվում ես լիմոնոլայմ ըմպելիք համար։ Շիտս։ Երեք մշտաբանություններում դուք շիվեք չիտես, թե ոչ։ Այսպիսի կոկա-կոլայով ռելեններ։ Ես իրականում շատ եմ ուզում ըմպելիք, որովհետև այս ժամանակում շատ էի ծառավել։ Այնպես որ եկեք միացնենք, սա իմ վրա շպրտել եմ վախում, որ վրայս թափվի։ Չեմ հասկանում որ դու բազմոցին մահճակալին ու հիմա ես վրա անում եմ։ Եկեք բացենք չիտեսը։ Բացեցի արդեն չիտեսը։ Վերջինը արդեն քաղցրավենի գրել են։ Երեխեք, հենց հիմա իմ դիմաց գտնվում է հեռուստացույց։ Հեռուստացույցը մեր ունի երկու կոպուտ, մեկը, որով մենք հենց օգտագործում ենք հեռուստացույցը, իսկ երկրորդը ընկել էր այս դիվանի ինչ-որ կողքերը ու իմ մտածում կարող է գտնենք և նայենք ինչ-որ բան հեռուստացույցով։ Այո, այնտեղ է։ Օ, հանեցի։ Եկեք տեսնենք ինչ կարող ենք դնել։ Երեխեք, այս բանին գրեք մեկնաբանությունների բաժնում, քանի միանում այն վիպիենը, որն է ձեր ամենասիրած ըմպելիքը։ Օրինակ իմը երևի այս կարմիր ֆանտան և այս նարինջով ըմպելիքը։ Իսկ հոնը գրի մեկնաբանությունները։ Հիմա նայեք։ Կարանք դնենք ինչ-որ սիտկոմ, կարանք դնեմ իմ վիդեոները։ Ինչ ուզա։ Հա, հենց հիմա գրի քո ամենասիրած սիտկոմները այս երեքից։ Full House, Ազիզյաններ, Դոմինո։ Այսօր ես որոշել եմ իրականացնել իմ ցանկությունների Դե ինչ արդեն մի 3 սերիա նայեցի, ու ասում որ քիչ-քիչ մտնում է։ Իհարկե տեսախցիկով դա էլ չգրեվում։ Ու համել ամառը շատ ուշամտում դա բոլորս գիտենք ու հիմա ժամը 7 արդեն բայց դեռ ոչ մի չէ ոնց որ ժամը 2-ը լինի շատ բարդ է իրականում ես այդքան շատ չեմ նկարում ու չեմ բողոքում բայց շատ բարդ է չի երևում ոնց որ ստեղ ուղղակի ես անցկացնեմ 2 ժամ բայց իրականում ես իրոք ստեղ անցկացնում եմ երկար ժամանակ չելենջներ ուտել նայել ամեն ինչը ժամանակ է տանում եղել եմ երևի մի 4 ժամ արդեն կլինեմ այստեղ բարդ է բան չկա ուղղակի անելու ես ինձ թվում է հենց հիմա կխնդրեմ բարձ և վերմակ որովհետև ուզում եմ քնեմ եկեք ուզենք ու տեսնենք ինչ չելեջ կտան ամեն դրա համար օ դինդակ կտտիր վատից վրա 5 վարկյան եկեք փորձենք Դե ինչ ես փորձում էի, բայց ինձ մոտ տենց էլ չստացվեց, այնպես որ այս չելենջը ես չեղարկում։ Սա ես ուղղակի չկարողացա։ Քանի որ երկար ժամանակ տանջվեցի, վերմակը բարձ է ուզել, բայց ասեցի միայն բարդ ենք տալի, որովհետև դու փորձել ես գոնե տանջվել ես։ Բայց դա էլ է լավ, մի քիչ կքնեմ, վերմակը այնպես է որ պետք չի, ես դա գիշերվա համար էի ուզում։ Հիմա ցուրտ չի։ Ուղղակի բարձ լավ է։ Դե ինչ ես արդեն պարկել եմ, մի քանի վայրկյան սենց բաներ էի անում, ընդհանրապես այստեղ հարմար չի քնել։ Ես սովոր եմ ուղղակի արդեն իմ մահճակալի քնել ու եթե ես ինչ-որտեղ սովորում եմ, արդեն ես միշտ ընդեղ եմ կարողանում քնել։ Բայց դե պետք է փորձենք քնել, որտեղ սա չելենջ է։ A few moments later. Ես ընդհանրապես քնում եմ շատ ուշ, բայց դե քանի որ պետք է քնել բազմացի, դեպքով ասենց կարելի է քնել, հիմա դեռ 8-ից կես է,
Կարելի է հենց մի քանի հատ չելենջներ անել, խաղեր վերցնել, որ ժամանակն ավելի հետաքրքիր Հեռուստացույցով կարող են խաղալ խաղ, PlayStation-ի նման, այս բուլտով։ Միակ փելում ենք գտնենք այդ Ուսումն որտեղ ուզում եք, ուսումը ամենահարմարը լինի ինձ այստեղ։ Դե ինչ քանի որ շատ անհարմար է նկարելով խաղալ, ես իմ արդեն գնամ լիքը ժամանակ ասեմ այդ խաղալուն եւ հետո արդեն միանամ դեզնից թվում է այդ վաղտ արդեն կմտնած կլինի։ Միանանք, երբ արդեն մտնացնենք։ Դե ինչ երեխեք արդեն մտնել է, բայց որ ես ստանամ լավ որակ, ես միացրել եմ լույս ու դրա համար ոնց ասում եք միայն իմ դեպքը սպիտակ այրվում ու օրինակ 28 ամիս ասում եք, բայց ինձ այս մասը լույսը վրա որտեղ այս ամեն ինչը նկարվում է ֆոներիկով, բայց հիմա մութ ողքիմ։ Ինչևէ, պետք է հիմա արդեն քնենք, ինձ տվել են վերմակ, ունեի բարդ, ինձ տվեցի վերմակը առանց ոչ մի չելենջ, որտեղ արդեն ոնց որ ուշ է, ոչ մի հավես չկա չելենջի հիմա, պետք է արդեն պատրաստվենք քնելու։ Ես ընդհանրապես շատ ուշ եմ քնում, բայց այս չելենջի պատճառով ես շուտ քնենք, որ առավոտը շուտ բաց։ Նորմալ է։ Եվ ունենք վերմակ, հիմա ես տեղադրում եմ մոտավորապես այստեղ ենք իմ հեռախոսը այս լույսով միացրած, որպեսզի դուք ամբողջ գիշերը տեսնեք ոնց է քննածմանը, բայց դե երբ այդ ամեն ինչը արագացրած կադրով է լինելու։ Տեղադրելու։ Դե ինչ բարի գիշեր ես The next day. Ինձ սովորը ուղղակի։ Ահա բրան սովորը որ արտանում ես մի անգամ քեզ նկարում են։ Ամբողջ գիշերը դուք կարել է։ Ընդհանրապես լավ չեմ քնել այս գիշեր, շատ անհարմար է այստեղ քնելը։ Ես արեցի այս 24 ժամը կրկին։ Դրեք լայքերը բաժանորդագրվեք ալիքին, իսկ ես գնամ հանգիստ քնելու։ Այնքան հոգնացի, որ նույնիսկ ուղղակի թողեցի ամեն ջուկ քնեցի, չգնացի նույնիսկ իմ սենյակում քնեմ աղջակալից վրա։